Ունենք բացառիկ հնարավորություն խոսելու ոչ թե մեր պարտությունների, այլ հաղթանակի մասին։ Պետք է ամեն ինչ անել հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունը պահպանելու համար եւ թույլ չտալ, որ պատմական իրողությունները խեղաթյուրվեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ծառուկյան բարեգործական հիմնադրամի նախագծերի համակարգող Իվետա Տոնոյանը։ Ամեն ինչ սկսվեց պարոն Ծառուկյանի փետրվարյան հայտարարությունից, երբ կարևորելով հաղթանակի 80-ամյակի խորհուրդը, պարոն Ծառուկյանը բարեգործական հիմնադրամի աշխատակազմին հանձնարարեց ոչ միայն նախատեսել եւ իրականացնել հաղթանակի 80-ամյակին նվիրված ծրագրեր, այլ նաեւ ուսումնասիրել այլ կազմակերպությունների անհատների կողմից ներկայացված ծրագրերը։ Այս տարի Ծառուկյան բարեգործական հիմնադրամը կազմակերպել է հաղթանակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք։ Մարշալ Բաղրամյանի թանգարանի բացումից մինչև հաղթանակը իմ արխիվներում մրցույթը, հեռուստատեսային հաղթանակի ժամանակը հաղորդաշարից մինչև 1945 թվականի խաղողի բերքի սպիրտներից պատրաստված հաղթանակ կոնյակի հատուկ խմբականակի թողարկումը։ Տոնոյանի խոսքով իրենք հարցազրույցների շարք են անցկացրել վետերանների հետ, որը պատմական ժառանգություն է մնալու։ Շուրջ 3 տասնյակ վետերան այսօր ողջ են եւ կա հնարավորություն առաջին ձեռքից լսել այն պատմությունները, որոնց շնորհիվ կերտվել է այդ հաղթանակը։ Պատմաբանների, մասնագետների հետ զրույցում որոշ պատմական փաստեր նորովի են բացահայտվել։ Տոնոյանի խոսքով այսօր որոշակի ուղղորդված գործընթացների արդյունքում փորձ է արվում ստվերել հայ-ռուսական հարաբերությունները։ Տոնոյանը իր ասուլիսում անդրադարձավ հաղթանակի տոնի առթիվ Մոսկվայում անցկացված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպին, որին մասնակցում էր 29 երկիր, այդ թվում եւ Ադրբեջանը։ Ադրբեջանի պատվիրակը շեղվելով օրակարգից սկսեց խոսել 44-օրյա պատերազմում տարած իրենց հաղթանակի մասին, խոսել այն մասին, որ Ադրբեջանը իր պատմական տարածքային ամբողջականությունն է վերջապես վերահաստատել 44-օրյա պատերազմի ընթացքում, բնականաբար եւ մի շարք այլ հայտարարություններ, որոնք հիմա չեմ ուզում եւս մեկ անգամ կրկնել, բնականաբար հայկական երկու պատվիրակությունները, խոսքը մեր պատվիրակության եւ հանրապետական կուսակցության պատվիրակության մասին էր, չէինք կարող անպատասխան թողնել այդ հայտարարությունները։ Նա նաև անդրադարձավ հարցին, թե երբ է տեղադրվելու Հիսուս Քրիստոսի արձանը։ Նրա խոսքով համապատասխան շինարարական աշխատանքների մեկնարկը արդեն տրված է, քանի որ Հատիս լեռան հատվածում անցկացվող պեղումները արդեն ավարտվել են։ Ասուլիսի վերջում Տոնոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը կմեկնի Մոսկվա մասնակցելու հաղթանակի օրվա նվիրված տոնակատարություններին, իսկ Երևանում մայիսյան եռատոնին տեղի կունենա ավանդական անմար գունդ խորագրով քայլերթը։